Հարգելի ներկաներ, մեծարգո վարչապետ, ուզում եմ առաջին հերթին իմ շնորհակալությունս հայտնեմ այս հանդիպման համար, քանի որ սա սպասված հանդիպում է, չասեմ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մի քիչ հետ գանք 2023 թվականի մեր հայրենակիցների տեղահանությունից հետո, այն ինչ որ կատարել է Հայաստանի կառավարությունը հիրավի չեմ զլանում ասել հերոսական աշխատանք է կատարել։ Ինքս եղել եմ 1988 թվականի պետական կառավարական հանձնաժողովի անդամ, որը ղեկավարում էր Վլադիմիր Մովսյանը, երբ որ մեր հայրենակիցները տեղափոխվել են Սումգայիթից անմիջապես եւ Գանձակից եւ մնացած հայաբնակ վայրերից Հարևան Հանրապետության, ես տեսել եմ ինչպիսի դժվարությունները առաջ է կանգնել եւ ինչպիսի դժվարություններ է հարել Հայաստանի կառավարությունը, նույնիսկ հանրակացարաններում եւ նույնիսկ լավագույն հյուրանոցներում չկար մարդկային տարրական պայմաններ։ Շուրջ 400 միլիոն դոլարի, կարծեմ, եթե չեմ սխալվում, նման մի աշխատանքներ է կատարվել շուրջ 2.5 տարվա ընթացքում, 2 տարի 3 ամսվա ընթացքում։ Ես ինքս լինելով հասարակական կազմակերպության ղեկավար, պաշտպան հայրենիացի եւ կառավարության աշխատակազմի ղեկավարի մեր խնդրանքը, ոչ միայն խնդրանքը, այլ նաև իր նախաձեռնությունը վերջին 5 ամիսներին մենք բարբերաբար հանդիպել ենք մեր տեղահանված հայրենակիցների հետ եւ Կոտայքի մարզում, եւ Գեղարքունիքի մարզում, եւ Արարատի մարզում առայժմ, եւ պիտի ասեմ, որ այդ ընթացքում հարյուրավոր, եթե չասեմ հազարավոր խնդիրներ են լուծվել կառավարության անդամների շնորհիվ։ Չեմ զլանում ասեմ սոցիալական եւ աշխատանքի հարցերի նախարարության այստեղ նստած է պարոն Սմբացյանը, չգիտեմ այստեղ է Տիկին Աղաբաբյանը, Տիկին Քոչարյանն է այստեղ, որ չկա, որ ես իրենց հարցերով չդիմեմ։ Այլևս չեմ խոսում ներքին գործերի նախարարության անձնագրային, չգիտեմ մյուս ծառայությունների, միգրացիայի, իսկ Անահիտ Ավանեսյանին ես պարզապես համարում եմ մաշկիս լույսը։ Չի լինում օրվա մեջ մի 20 հարց, որ բայց ես պիտի ասեմ, որ չի եղել մի բան, Տիկին Գալյանն էլ կարող է վկայել, որ ես անձնական հարցով չեմ դիմել, չեմ էլ դիմելու։ Ես վերջացնում եմ, ես ընդամենը ունեմ 2 հարց, 3 խնդիր ունեմ, կարող եք ռետորական ընդունել։ Առաջինը կապված վարչապետը եւ պարոն Թորոսյանը ասացին այդ միլիոնների շեմը որոշակի բարձրացնելու համար, միգուցե համապետական ընտրություններից հետո նաեւ Երևանին ուշադրություն դարձվի եւ երկրորդը Տիկին Անդրեսյանի հետ խնդրեցի կրթաթոշակների եւ ուսման վարձերի հետ կապված որոշակի մոտեցում եւ ամենակարևորը ներքին գործերի նախարարությունում շատ դեպքերում անձնագրերի ստացման եւ տարբեր քաղաքացիության հետ կապված կարծեք թե խնդիրները կարծեք թե լուծված են, բայց դեռևս կան որոշակի դժվարություններ հատկապես ժամկետի հետ քաղաքացիության հետ եւ եւս 2 փոքր հարց պիտի ասեմ շատ հաճախ Արցախի դպրոցահաս Արցախից տեղահանված դպրոցահասակ երեխաները երբ որ մասնակցում են արտերկրում օլիմպիադաների եւ զանազան մրցույթների ուսումնական կրթական կարծեք թե դեսպանատները որ իհարկե Հայաստանի կառավարության իրավասության մեջ չի մտնում կարծեք թե դեսպանատների մոտ կարծեք թե արհեստական խոչընդոտներ է ստեղծվում Ես կուզենամ արտգործ նախարարության ուշադրությունը հրավիրել եւ պարոն Խաչատրյանին էլ խնդրենք, որ այն մարդիկ, որոնք ունեն վարկերի հետ կապված հուսալի երաշխիքներ, բանկերի հետ կապված որոշակի աշխատանք տարվի եւ պարոն վարչապետ հստակ կերպով Ղարաբաղցիների անունից կարող եմ ասել Մեհրաբից մինչեւ Ագարակ եւ մեծ Մասրիկից մինչեւ Բավրա մազաչափ չկասկածեք, որ մեծ աշխատանք է տարվելու Իսկ մեր աշխատանքը պարոն Հարությունյանի գլխավորությամբ, Արայիկ Հարությունյանի, ես մի քիչ կոպիտ առումով, բայց պիտի ասեմ, ես համարում եմ Նանսենյան առաքելության նման մի բան։ Մենք ավելի շատ ենք խնդիրներ վերհանում եւ ուրախ եմ, որ կառավարությունը անընդհատ աջակցում է։ Խնդիրը սա է, որ ես բարձրացրած հարցերին պահեք ձեր ուշադրության կենտրոնում։ Շնորհակալություն, քանի որ տարբեր ոլորտների էին վերաբերում, եթե արձագանք կա Ասեմ, պարոն Սաֆարյան, Երևանի մասով վարչապետը նշեց, ես ուզում եմ, որ մենք այդ մասով հստակ լինենք, էլի, այսինքն տեսեք, նախ ինքներդ եք բարձրաձայնում հաճախ, որ երբ որ
քաղաքացին սերտիֆիկատով ա ուզում տուն գնել, վաճառողները միանգամից ուրիշ գին են ասում։ Կա չէ տենց բան։ Ինչ շատ են տենց ասել։ Այսինքն, երբ որ մենք պահանջարկը մեծացնում ենք, առաջարկն էլ է բանանում, գինը բարձրացնում է։ Մենք երբ որ բարձրացնենք հիմա կտեսնեք, նույնիսկ այն տները, որը որ առաջ կվաճառեին ինչ որ X թվով, մեր այս 3-ը 4 բարձրացնելու պատճառով մի քիչ թանկանալու են։ Դա շուկայի օրենքն է։ Այդպես է, եթե կա պահանջարկ, գինը բարձրանում է։ Իսկ Երևանը եկեք թողնենք այնպես ինչպես կա, եւ խնդրում եմ առնվազն գոնե այս մասով ունենանք վերջնական լուծում։ Երևանը արդեն ինքնին Երևան էլ չի այնքան մեծ է, ասենք Երևանի կողքերի բոլոր մարզերը արդեն Երևան են համայնքները, եւ եթե տրանսպորտը նորմալ աշխատի, ոչ մի խնդիր չկա նույնիսկ Երևանում աշխատելու, այն մյուս մասով արագ կընդունենք որոշումը եւ ոնց ասացի նաեւ հետադարձ ուժ կտանք։ Տիկին Սարգսյան։ Շնորհակալություն, պարոն Սաֆարյան, ժամկետների մասով ես նշեցի, որ մինչև տարեվերջ մենք այն հանձնարարությունը, որ ունեցել ենք մինչև 2 ամսվա ընթացքում հանգուցալուծելու քաղաքացիության դիմումները, դա պահպանել ենք եւ նորից եմ ուզում նշել, որ եզակի են եղել դեպքերը, երբ որ որոշակի ժամկետային փոփոխություններ ենք արձանագրել ինքներս մեզ համար, բայց այո, տարվա սկզբից մինչև այս պահը նկատում ենք, որ հարթակի ներդրմամբ ավելի մեծ թվով դիմումներ ենք ստացել, ունենք դեռևս դեկտեմբերին ստացած դիմումներ, որոնք ընթացքի մեջ են եւ պիտի առաջիկայում հանգուցալուծվեն եւ դրան գումարվում է նաեւ այն շուրջ 5000 դիմումները, որոնք որ մենք 26 թվականի հունվարի 1-ից սկսած ստացել ենք, բայց ունենք հանձնարարություն հնարավորինս արագ շարունակելու այս process-ը եւ այո, մինչեւ 2 ամսվա կտրվածքով դժվար կարողանանք ապահովել նույն process-ը այս տարվա կտրվածքով, որովհետեւ ծավալները էականորեն են փոխվել այս տեսանկյունից, եթե համադրեինք նախորդ տարիներին մեր առհասարակ ունեցած քաղաքացիության դիմումները, նկատում եմ գլոբալ, մենք տարվա կտրվածքով ընդամենը 7000 դիմում էինք ստանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացման։ Բայց 2025 թվականին, երբ որ նաև բնակապահովման ծրագիրը մենք փոփոխեցինք եւ նաև խթան հանդիսացավ, միայն երկրորդ կիսամյակում 15000-ից ավելի միայն Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կողմից ենք դիմումներ ստացել, բնականաբար սրան գումարվում է նաև այլ անձանց կողմից դիմումների ստացման process-ը տրամաբանական է, որ մեծանում է ծանրաբեռնվածությունը նախարարության, որովհետև միայն դիմումը չէ, որ ընթացքավորվում է, այդտեղ կան ստուգումներ, process-ներ, բայց նորից եմ ուզում շեշտել, որ մենք առավելագույնս թվով անձնակազմ ենք ներգրավել, նաև փոխվարչապետ Խաչատրյանի հանձնարարությամբ, որպեսզի տեղերում կարողանանք այդ դիմումների ստացման, ստուգման process-ներն առավել արագ հանգուցալուծենք։ Ինչ վերաբերում է Եվրոպական միության երկրների կողմից վիզաների հետ կապված հարցերին, բնականաբար տվյալ երկրների դյուրույթում է գտնվում առավելապես մերժել թե չմերժել։ Մենք փորձում ենք առավելագույնս աջակցել այս գործընթացին եւ եթե կան այնպիսի դեպքեր, երբ որ կարիք կա, ծայրահեղ է, այսպես ասեմ, դրա ստացումը, պատրաստ ենք անհատական դեպքերով ելի աջակցելու եւ փորձելու հասնել դրական լուծման։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար